Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկրոսի Post-Scriptum հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուկյանը, շնորհակալություն Էդմոն։ Սկսվել է նստաշրջանը եւ հավանաբար մոտակա ամիսներին, եթե ոչ ամիսներին, ապա շաբաթներին դա նվիրված կլինի սահմանադրական փոփոխություններին հիմնականում, Իմ նախորդ զրուցակիցները ոմանք ասում են, որ կա սեո եւ սպիտակը, կա այո եւ ոչը, Ով որ այո է ասում ռեժիմին, ուրեմն ռեժիմին կողմնակից է, սահմանադրության, ուրեմն ռեժիմին կողմնակից է, ով որ ոչ է ասում, ընդհակառակը, ռեժիմին կողմնակից է, ով որ ոչ է ասում, ռեժիմի հակառակորդն է։ Դուք այդ բաժանմանը համաձայն եք, թե չէ։ Դեք միշտ ամեն մի կարևոր քաղաքական հարցի ժամանակ նման տարանջատում է արվում, ինչը արհեստականորեն է արվում իրականում եւ իշխանության եւ ընդդիմության կողմից միաձայն փորձ է արվում դաշտը սև ու սպիտակի բաժանել եւ որը ըստ էության նախարհեստական է եւ երկրորդը դրա տակ կորչում են բազմաթիվ այլ գույներ, այսինքն ամեն բան սև ու սպիտակ չէ։ Սրա մասին ես բազմիցս խոսել եմ եւ եթե ետ գնանք մարտի 1-ից առաջ եղած քարոզարշավները, այդ քարոզը, այդ մթնոլորտը եւ դրանից հետո սա արդեն դարձել է հայկական քաղաքական դաշտի օրինաչափությունը, որ պետք է դաշտը բաժանել սև ու սպիտակի, պետք է ասել կամ դու այս կողմում ես, կամ դու այս կողմում ես եւ պիտակավորել անպայման վիրավորական անգամ պիտակներ պետք է անպայման լինեն եւ այդ ձևով գնալ ինչ որ քարոզարշավի։ Փորձը ցույց է տվել, որ դա որևէ էական ազդեցություն չի ունեցել իշխանության կողմից նախաձեռնած որևէ միջոցառման առումով, ընդհակառակը դա բերել է բախումների, բերել է ատելության քարոզի ավելացմանը, սրացումների, մարդիկ սկսել են իրար հետ վիճել, իրար ատել, հետո այդ ամեն ինչը անցնում է, մարդիկ մտածում են, ասում են, բայց այն ինչի համար ենք իրար հետ վիճում, կռվում, երբ որ կարելի էր ավելի քաղաքակիրթ ձևով մտնել բանավեճի մեջ։ Նախագահական ընտրությունների հետ կապված։ Դա նախագահական ընտրությունների հետ կապված, դա այլ հարցերի հետ կապված, այն քարյակի ժամանակ էլ էր նման քարոզ տարվում, որով այստեղ չի կամ պետք է գաք միանաք, այսինքն դա անընդհատ արվում է։ Եվ փորձը ցույց է տվել, որ դա ձախողումների ճանապարհն է, եւ ես երբեք այդ դաշտ չեմ մտել։ Ես միշտ ինձ պահել եմ այնպես, որ ոչ այոյի, ոչ ոչի, ոչ սևի, ոչ սպիտակի քարոզարշավին չխառնվեմ եւ դրա մասը չդառնամ եւ որևէ կերպ դրանցից որևէ մեկի կողմից չօգտագործվեմ։ Դա ինձ համար մի ահավոր ընթացք է, որ ես կարծում եմ քաղաքակիրթ քաղաքական համակարգի հետ որևէ աղերս չունի։ Ես ուզում եմ ասել, որ եթե ընտրություններ են գնում նախագահի, ապա Արամն ու Էդմոնն են, դուք կամ Արամի կամ Էդմոնի կողմնակից եք։ Սահմանադրությունը նույն ձևի բան է, թե այլ բան է։ Չէ, սահմանադրությունը երկրի ընդհանրապես նախ մոդելի հարց է քննարկում եւ շատ ավելի երկար տևողություն ունեցող, շատ ավելի համակարգային փոփոխությունների բերող բան է, քան նախագահի ընտրությունները։ Անկամ նախագահի ընտրությունների ժամանակ այնպես չի եղել, որ երկու տեխնացու լինեն անպայման միշտ դա եղել են այլ տեխնացուներ, սև ու սպիտակի են բաժանել, բոլորին հայհոյել, դու պետք է միանաս սրան կամ սրան, դու ես պետք անես, այսինքն մարդկանց պարտադրել են, շանտաժի են ենթարկել, որ կամ ես կողմ գնա, կամ այն կողմ գնա։ Վերջում դա բերել է արդեն պարզային չի։ Հիմա սահմանադրության առումով ինքը ավելի երկարատև ազդեցություն պետք է ունենա եւ այս առումով բաժանել սև ու սպիտակի եւ այդ քննարկումը տանել սև ու սպիտակի դաշտում չեմ կարծում թե մեր նոր անկախ պետականությանը որևէ օգուտ դա բերելու է իմ մոտեցումը հետեւյալն է եղել որ քանի որ ինքը process-ը սկսվել է եւ այն դարձել է երկրի քաղաքական օրակարգի թիվ 1 հարցը պետք է փորձել ազդել դրա վրա եւ պետք է փորձել այնպես անել որ այդ սահմանադրությունը գոնե ավելի վատը չլինի, քան գործող սահմանադրությունը։ Եթե այս համախմբող ուժերը համախմբեին գոնե այդ օրակարգի շուրջ, հնարավոր է նրանք ավելի բարելավեին նախագիծը։ Այս տարբերակով, այսինքն այս մերժողականության, այս նոր ծավալվող քարոզի, որ ով այո ուրեմն ռեժիմի կողմնակիցն է, նա ուզում է ավելի շատ երկարատև նախագահի գործող նախագահը, ով այս կողմն է փոփոխություններ ուզում։ Այսինքն այս քարոզը կրկին որևէ բան չի բերելու։ Ավելին ասեմ, հանրաքվեի մասին օրենքը այնպիսին է, որ իշխանությունը եթե ցանկություն ունի քաղաքական կամք ունի այն անցկացնել, ադմինիստրատիվ ռեսուրսը կբավարարի, որ այն ուղղակի ընդունվի։ Այսինքն առանց որևէ կեղծիքների, առանց որևէ բանի։ Ուղղակի ադմինիստրատիվ ռեսուրս հրանք տալ մինչև վերջին ինտերական ինքնակառավարման մարմնի ղեկավարին, որ քու թիմակիցներով գնացեք ասեք այո, դա կանցնի։ Այսինքն 2 օր առաջ տեղ ունեցավ
համայնքային ընտրություններ 15 համայնքներում 13-ում հանրապետականները հաղթել են։ Այսինքն ընդդիմությունը Հայաստանի երբեք տեղական ինքնակառավարման մակարդակում որևէ պայքար չի ծավալում։ Երբ որ թիմ մակարդակում բոլոր ռեսուրսները հանրապետական կուսակցության են պատկանում։ Լավ, ռեսուրսների 90 կամ 85%-ը։ Ոնց եք դուք այնտեղ դա կանգնեցնելու այդ process-ը։ Այսինքն բազմաթիվ համակարգային հարցեր կան, որ ես համաձայն չեմ։ Դրա համար դուք ինչ չեք տեսնում այդ դաշտերում, կամ այնտեղ։ Ես փորձել եմ ամեն կերպ ազդել նախագծի վրա, ներկայացրել եմ 20 էջից ավելի առաջարկներ, որոնք որ Վարդան Պողոսյանի հետ հանդիպել ենք պետաիրավական նիստից առաջ, հանձնաժողովի նիստից առաջ, եւ նաեւ հնչեցրել եմ առաջարկների մի մասը նիստում, ասվել է, որ առաջարկների մեծ մասը քննարկման առարկա է, կարող ենք քննարկել եւ դրանք ընդունել։ Հիմա ես սպասում եմ այդ առաջարկների քննարկմանը, որոշակի հարցեր կան նաեւ այսօր կհնչեցնեմ, որոնք որ չէի հասցրել այն ժամանակ հնչեցնել։ Տեսնենք process-ը, որի վրա պետք է ազդել։ Ես չեմ ցանկանում, որ վաղվա իմ ապրելու կանոնը, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես քաղաքական գործիչ, որպես падգամավոր, այնպիսի կանոն լինի, որի հետ ես համաձայն չեմ ի սկզբանե։ Այսինքն պետք է ազդեմ այդ կանոնի ընդունման process-ի վրա, որովհետև այլ տարբերակ ազդեցության գոյություն չունի։ Այսինքն որ փակվեմ գնամ մեր տան ասեմ, ոչ ես դեմ եմ ու ինչ պետք է դա տա։ Ինչու է նախագահի գործոնը առաջքաշում ասվում է, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո Սերժ Սարգսյանը զբաղեցնելու է ազգային ժողովի նախագահի պաշտոնը եւ ղեկավարելու է երկիրը։ Ովքեր դեմ են Սերժ Սարգսյանին, նրանք պետք է դեմ լինեն այս համանadrությանը։ Այդ փաստարկը ընդունում եք թե չէ։ Գիտեք, այդ փաստարկը շատ թույլ փաստարկ է, եթե ցանկություն կա ոչ քարոզարշավի շուրջ համախմբել մարդկանց, նման թույլ փաստարկներով հնարավոր չի լինելու մեծ համախմբում կազմակերպել, ինչու որովհետև կոնկրետ իմ նման մարդկանց համար որևէ էական տարբերություն չկա Սերժ Սարգսյանը ինչ պաշտոն է զբաղեցնելու։ Ինձ համար շատ կարևոր է թե ինստիտուտները պետական կառավարման համակարգի, օրենսդիր, գործադիր դատական իշխանության ինստիտուտները ինչ մակարդակներում կլինեն, որ այս կամ այն անձը զբաղեցնելով այս կամ այն պաշտոնը կարող է լինի հնարավոր իրավիճակ, որ նա դուրս գա վերահսկողությունից, խորհրդարանական վերահսկողությունից, քաղաքացիական վերահսկողությունից, եթե լինելու է նման բան, պետք է ամեն բան անել, որ դա փոխես, որ դա նման բան տեղի չունենա, լինեն նորմալ փոխզսպան եւ հասարակշռման մեխանիզմներ, որ դա տեղի չունենա եւ ընդդիմությունը քաղաքական փոքրամասնությունը կլինի, այսօրվա ընդդիմությունը կլինի, այն ժամանակ չգիտեմ ովքեր կլինեն քաղաքական փոքրամասնությունը, նրանք լծակներ ունենան ռեալ, որ կանոն ազդել այդ process-ների վրա։ Ուրիշ տարբերակ ես չգիտեմ, այսինքն էլի կրկին շարունակեմ սա, այն միտքը, որ պայքարը մղվում է անձերի դեմ։ Հայաստանում քաղաքական համակարգը 25 տարի պայքար է մղում անձերի դեմ եւ անձերի համար։ Ինձ անձերը ընդհանրապես հետաքրքիր չեն։ Ես պայքար եմ մղել եւ մղելու եմ ինստիտուտների կայացման համար, ինստիտուտների ձևավորման համար, եւ եթե մեկը ցանկանում է փչացնել ինստիտուտները, այլ դրանց դեմ եւ ոչ թե անձերի։ Անձերը այսօր գալու են, վաղը գնալու են, մահկանացու բոլորս էլ բախկանացու մարդիկ են, այսօր կանք վաղը չկան։ Խոսք է գնում նրա մասին, որ ազգային ժողովի նախագահը ձեռք է բերելու իրավասություններ ի հաշիվ վարչապետի եւ նախագահի։ Այսպիսի բան կա թե չէ։ Գիտեք, ես շատ կցանկանայի, որ դա իրական լիներ, որովհետեւ իմ տպավորությամբ համանadrական բարեփոխումների նախագծի ես այն տպավորություն եմ ստացել, որ վարչապետը շատ դուրս լիազորություններ ունի, վարժանախագահն չունի այդ լիազորությունները։ Չգիտեմ այդ փաստարկը որտեղից է գալիս, միգուցե տեքստին լավ չեն ծանոթացել, չեն նայել ինչ լծակներ կան։ Աժնախագահը լծակների առումով այսօրվա աժնախագահից մի փոքր առավելություն ունի։ Այնտեղ նման բան գոյություն չունի, որ աժնախագահը այնպիսի լիազորություններ ունենա, որ կարողանա հավասարակշռել վարչապետին։ Այլ բան է, որ ոչ թե աժնախագահը պետք է լինի ֆիգուր, այլ պետք է խորհրդարանը լինի, ինստիտուտ, որը պետք է փոխ զսպի եւ հավասարակշռի այն կառավարությանը, որը լինելու է համանadrական բարեփոխումների արդյունքում իր վարչապետի գլխավորությամբ։ Եթե դա չկա, այդ մեխանիզմը չկա, մենք չենք կարող խոսել ռեալ իրական խորհրդարանական կառավարման մասին։ Մեծամասնություն է, հա, ինչպես որ հիմա մեծամասնություն է լինելու, ենթադրենք, որը կլինի մի կուսակցություն կամ կուսակցությունների խումբ եւ ինչ կուզենա կանցկացնի, ինչպես որ հիմա է անցկացնում։ Կա այդ վտանգը թե չկա։ Գիտեք, այդ վտանգը միշտ կարող է լինել, եթե քաղաքական փոքրամասնությունը խորհրդանում գործող, նա չունենա այն իրավասությունները, որոնք որ անհրաժեշտ են փոխզսպելու եւ հավասարակշռելու առումով։ Այսօր քաղաքական փոքրամասնությունը խորհրդարանական չունի այդ լիազորությունները։ Առաջարկվող տարբերակում կան որոշակի կառուցակարգեր առաջարկվող, որոնք որ ես կարծում եմ, որ թույլ են։
Իմ պայքարը, իմ առաջարկները, որոնք ես ներկայացրել եմ, իմ վիճաբանությունը հանձնաժողովի անդամների հետ, դրան է միտված, որ այդ մեխանիզմները հզորացվեն։ Նրանք ասում են, չէ, հզոր են, շատ են, այլ երկրներում անգամ չկա նման բան, ես ասում եմ, ցույց տվեք ինձ ռեալ մեխանիզմներ։ Եվ այսօրվա հարցու պատասխանը կարծում եմ այդ նույն ոգով է ընթանալ։ Այսինքն իմ ամբողջ օրակարգը այն է, որ վաղը, եթե անգամ ունենանք այնպիսի իրավիճակ, որ լինի այսպիսի մեծամասնություն, ինչ ես բացառում եմ, չի կարող լինել նման բան, բայց եթե լինի այսպիսի մեծամասնություն, քաղաքական փոքրամասնությունը կարողանա դերակատարում ունենա այդ մեծամասնության որոշումների կայացման գործընթացներում եւ կարողանա արգելափակել այդ որոշումները, կարողանա խաթարել այդ որոշումների ի կատարածումը խորհրդարանական ռեալ պարլամենտական լծակներով։ Ինչը հենց խորհրդարանական կառավարման երկրի օրինակ է։ Իսկ ինչու եք ասում, որ չի ունենա, նույն վարչական ռեսուրսը կօգտագործեն եւ կունենան։ Գիտեք ինչու եմ ասում, որովհետեւ քաղաքական համակարգի առողջացման միտումներ եմ տեսնում, անցած 25 տարիների քաղաքական փորձը հաշվի առած քաղաքական ուժեր եմ տեսնում եւ հույս ունեմ, որ անգամ այդ լծակների կիրառումը չի բերելու այն արդյունքներին, որը որ նրանք ունեցել են նախորդ, եթե վերցնենք, նախորդ խորհրդարանական ընտրությունները։ Եթե իհարկե եթե adekvat չլինենք մենք բոլորս քաղաքական այն ուժերը, որոնք որ պետք է մասնակցեն ընտրություններին եւ քաղաքական process-ներին, այո, կարող է լինել ավելի մեծամասնություն։ Դա համար պետք է adekvat լինել, պետք է մարդկանց հետ ամենօրյա աշխատանք տանել։ Կայուն մեծամասնությունը վտանգավոր է թե չէ։ Գիտեք, կայուն մեծամասնությունը վտանգավոր է այնքանով, որքանով որ դա ըստ էության հնարավոր է փոքր կուսակցությունների դերը նվաստացնի, նսեմացնի, փոքրացնի։ Այս առումով ես առաջարկություն եմ ներկայացրել, որ կայուն մեծամասնության դրույթը սահմանադրության գլխից դուրս գա եւ ընտրական օրենսգրքում նույնպես չլինի եւ եթե լինեն իրավիճակներ, որ ուժերը չկարողանան գան համաձայնության, տեղ ունենան նոր ընտրություններ։ Բայց մյուս կողմից հակառակ փաստարկը հետեւյալն է։ Ես անընդհատ ընտրություններին ես կողմ եմ, որովհետեւ ես գտնում եմ, որ ամեն ընտրություն նոր ժողովրդավարական հնարավորությունների հնարավորություն է, այսինքն դա նոր շանս է քաղաքական ուժերի համար։ Բայց պնդում կա հակառակ կողմից, որ մենք չենք կարող ընկնել պերմանենտ ընտրությունների ցիկլի մեջ, եւ ես որքանով որ հասկանում եմ, այդ դրույթը ավելի շատ նախատեսում են նրա համար, որ շանտաժի ճանապարհով չգնան փոքր ուժերը եւ համակերպվեն առաջարկվող կոալիցիոն ինչ որ բաժանումների հետ, հա, քաղաքական լծակների բաժանումների հետ, եւ կարողանան գան իմի։ Այլապես անընդհատ փոքրամասնությունը կարող է ասել, որ դա նրանց փաստարկն է, հա, որ ես համաձայն չեմ եւ եթե հիմա ես չեմ միանում, իրավունքի ուժով խորհրդարանը նորից ցրվելու է եւ նորից ընտրություններ պետք է տեղ ունենալ։ Այստեղ գալիս է մյուս փաստարկը, որ մենք կիսապատերազմական երկիր ենք եւ հետեւաբար պետք է նման ինչ որ երաշխիք լինի, հա, անգլերենում ասում են safeguard դրան։ Ես մեծ հաշվով գտնում եմ, որ չի լինելու։ Այդ նորմը անգամ նախատեսվելու պարագայում դա չի գործելու։ Այդ նորմը լինելու է կանխարգելիչ նորմ։ Եվ նորմալ քաղաքական process-ներ եթե լինեն, այդ նորմի կարիքը անգամ չի լինելու։ 25 տարի, համենայնպես 94 թվականից ընդդիմությունը ասում է մաժորիտար, ուրեմն համակարգը, ընտրական համակարգը, դա իշխանության ֆորան է, իշխանությունը կարողանում է այս միջոցով ունենալ որոշակի ձայն, տվյալ դեպքում 41։ Իշխանությունը զիջեց, շատ հեշտ զիջեց, ինձ թվում է շատ հեշտ զիջեց այդ նորմը եւ դարձավ ուրեմն 100%-անով համամասնական։ Հիմա ես ափսոսում եմ, որ դուք մեծամասնական падգամավոր չեք եւ չեմ ափսոսում, որ չգիտեմ, այդ գործարարները չլինեն, թող նրանք չլինեն, դուք լինեն։ Այսինքն ափսոս չէ այս համակարգը, որ կորավ։ Գիտեք, ես կարծում եմ, որ ընդդիմությունը, եթե դուք նշում եք 94 թվականից սկսած, սխալ թիրախ է ընտրած եղել։ Եվ սխալ թիրախը, երբ որ դու հասնում ես սխալ թիրախին, հա, խփում ես այդ թիրախին, դրանից այն նպատակները, որոնք որ դու դրել էիր, եւ այն արդյունքները, որ դու ակնկալում էիր, դու չես ստանալու։ Եվ իմ վեճը, իմ անհամաձայնությունը դրա հետ կապված դա է եղել, ոչ թե այն, որ ես էլի ընտրվեմ մեր ընտրատարածքից եւ այլն եւ այլն։ Ընտրել թիրախ մեծամասնական ընտրակարգը, երբ որ օրինակ Մեծ Բրիտանիայում այդ ընտրակարգը նորմալ գործում է ամբողջությամբ 100%, Գերմանիայում խառը գործում է, Միացյալ Նահանգներում ամբողջությամբ, հա, դա սխալ ճանապարհ է, այսինքն նրանք փոխանակ առողջացնեն քաղաքական համակարգը։ Նրանք ընտրել են քաղաքական համակարգի մի մեխանիզմ եւ ամեն խնդրեմ կապում են այդ մեխանիզմի հետ։ Հիմա տեսեք ինչա տեղի ունենալու։ Իշխանությունը ասես լավ եք ուզում, եկեք։ Հա, ձեր նախընտրական պլատֆորմներ ունեք, չէ՞, գրած որ համասնական ընտրակարգ, խորհրդարանական կառավարում։ Հիմա ասում եկեք անենք, արդեն չգիտեն ինչ պատասխան, ասում են, չէ, որ դուք եք անում այդ դրան դեմ ենք։ Այսինքն սա էլ չի ճանապարհ, որովհետեւ ընդդիմության դերը նա է, որ անպայման չի իր ծրագրերն ինքը իրականացնի, եթե իր ծրագրերը
իր լոբինգի արդյունքում իրականացնում է օրվա իշխանությունը, նա պետք է նաև այդ ճանապարհով կարողանա քաղաքականություն վարել։ Ոչ թե ասի չէ, պետք է անպայման մենք գանք իրականացնենք։ Նման քաղաքական process գոյություն չունի քաղաքակիրթ աշխարհում։ Եվ այս առումով ես գտնում եմ, որ ընդդիմությունը շատ լուրջ խապված է իրեն զգալու, երբ որ մենք կընդունենք ընտրական օրենսգիրք, որտեղ որ նրանց ակնկալիքները չեն բավարարվի համամասնական ընտրակարգի հետ կապված։ Ինչպես չեն բավարարվում։ Որտեղ նրանք մտածում են, որ տեխնիկական համամասնական ընտրակարգ է լինելու, օրինակ լինելու է տեխնիկապես, հիմա ինչքան է, մենք ունենք հիմա 90 տեղ, հա, համասնական, դա դառնալու է 101 տեղ եւ վերջ։ Բայց իշխանությունը ասում է, որ մենք համասնական ընտրակարգը ունի բազմաթիվ տարբերակներ, մենք ընտրելու ենք այդ տարբերակներից մեկը, թե որն է դա այս պահին բարձ չէ։ Դա ռեյտինգային մոտավորապես ինչ-որ բան է, եւ այս պարագայում հնարավոր է այդ ռեյտինգային տարբերակով այն մարդիկ, ովքեր հեղինակություն կունենան այն տարածքներում, որտեղից որ ընտրվում են, կամ փող կունենան։ Այո, կամ փող կունենան այդտեղ բաժանելու, այդ նույն մեթոդով, այդ փողը կբաժանեն, այդ հեղինակությունը կօգտագործեն, հիմա էլ ցուցակը այդ ձայնը կստանա։ Այսինքն թիրախը ընդհանրապես սխալ էր ընտրված։ Եթե ինձ մնա, ես կողմեմ 100% մեծամասնական ընտրակարգին։ Պատկերացրեք, այսօր ամեն մեծամասնական ընտրակարգ ունի 60000 ընտրող ցուցակով։ Եթե Հայաստանի 131 ընտրական տեղամասերը մենք բաժանենք բնակչության թվին, դա մոտավորապես կազմում է 10 քանի հազար ընտրող։ Դուք պատկերացրեք 10 քանի հազար ընտրող, իմ նման ձեր նման մարդը, որ միլիարդներ չունի, հանգիստ կարող է բնակարան մնալ քարոզարշավան, էլի բացատրելու, եթե փող էլ տան, իմացի որ մտնես ոչ մեկ չի իմանալու, ում ուզում ես ընտրի։ Այդտեղ փողներ չի աշխատի։ Բայց ընդդիմությունը ընտրել է այն ճանապարհը, որ դա այսօր իր համար խնդիր է դառնալու, եւ այդ խնդիրը իրենց լոբինգն է։ Իրենք իրենց լոբինգի տակ են մնացել, թող հիմա դրա պատասխանը տան, ինչ ասեմ։ Եթե մեծամասնականը մնար, այո, եթեներով իհարկե հարց չեն տալիս, բայց եթե մնար, դուք կուսակցություն չէիք ստեղծի։ Ես անպայման պետք է լծվեի նախաձեռնությանը, նախաձեռնել քաղաքական միավոր, որովհետև իմ նպատակները ոչ թե իմ կրկին խորհրդանում հայտնվելն է, այլ Հայաստանում այնպիսի առողջ քաղաքական ուժ ձևավորելն է, որը որ այն ինչի մասին ես արդեն խոսեցի, որ սխալ է, այդ ամեն ինչը չի կրկնելու եւ փորձելու է նոր քաղաքական մշակույթ ձևավորել եւ այնպիսի քաղաքականություն վարել, որը որ հիմնված չի լինելու ատելության վրա, այս անցնող ռետորաբանության վրա, այն մեթոդներով, որոնք որ կիրառվել են, հա, շատ ցիվիլ ձևով մենք կոնսոլիդացնելու ենք այն ընտրազանգվածին, որը որ Հայաստանը ցանկանում է տեսնել որպես եվրոպական մոդելի պետություն։ Դա լիբերալ ընտրազանգված է, հա, կարելի է այդպես ասել։ Մեծ հաշվով այո, կարելի ասել, որ դա լիբերալ ընտրազանգվածն է, նաև այլ ընտրազանգված, որը դեռ չի կողմնորոշվել լիբերալ լինի թե պահպանողական, բայց մեր քարոզարշավի արդյունքում ամեն բան իշտեղ է կընկնի։ Պետք է ասել, ես գիտեմ, որ դուք որոշել եք դե չբացել ես ճակերտները կուսակցության վերաբերյալ, պարզապես լիբերալիզմի մասին, հա, նույնիսկ եվրոպական երկրներում լիբերալները զանգվածային աջակցություն չունեն, մանավանդ հիմա երևի ազգայնականները շատ ավելի աջակցություն կունենան։ Դուք կարծում եք, որ Հայաստանի նման երկրում լիբերալները կարող են ապագա ունենալ։ Գիտեք, մենք շատ իրատես քաղաքական process-ին հավատացող մարդիկ ենք եւ մենք տեսնում ենք, որ մենք այս պահին զանգվածային քաղաքական ուժ դառնալու շանս չունենք, բայց մենք շանս ունենք Հայաստանում ապրող մոտավորապես մինչև 30% Հայաստան Հանրապետության քաղաքացիների ձայները տանել, որոնք որ Հայաստանը տեսնում են որպես եվրոպական մոդելի երկիր։ Ես վստահ եմ, որ Հայաստանի բնակչության 70%-ը լիբերալ գաղափարներով տոգորված չէ։ Մենք գալիս ենք մեր ընտրազանգվածին տեր կանգնելու։ Մենք գալիս ենք մեր ընտրազանգվածին հաջորդ խորհրդանում ներկայացնելու։ Այս պահին մեր հաշվարկներով, մեր ուսումնասիրությունների արդյունքներից են տալիս, որ մինչև 30% ընտրազանգված կա։ Այսինքն մենք շատ ռեալ գնահատել ենք դաշտը։ Մենք հասկանում ենք, որ մենք զանգվածային կուսակցություն չենք կարող լինել։ Վաղը մյուս օրը միգուցե, այսօր չենք կարող լինել։ Եվ այդ դաշտում կան մրցակիցներ ձերում։ Գիտեք, այդ դաշտում կան քաղաքական ուժեր, որոնց հետ մենք տեսնում ենք համագործակցության եզրեր, ընթացքում երբ որ մենք մեր գաղափարական հենքը կներկայացնենք տեսահոլովակների միջոցով, բնականաբար կլինեն հայտարարություններ, եթե կլինեն եզրեր, մենք մեծ սիրով կհամագործակցենք։ Վերջին հարցը կուսակցության վերաբերյալ եւ ել չեմ հարցնի, հա։ Միշտ մենք լրագրողներս հարցնում ենք, բա որտեղից փողը, որովհետեւ կամ օլիգարխիան է, հա, փող տալիս ներկայիս իշխանությունը կամ, չգիտեմ, ոչ իշխանական ուժերը, որը նույն օլիգարխիան է, կամ արևմտյան գրանտներ։ Այո։ Ուրեմն ես ասեմ առաջին հերթին մենք ֆիքսել էինք գաղափարախոսության վրա, որ ձևավորենք այն գաղափարախոսությունը, որը մենք ուզում ենք դրա կրողը լինել։ Այդ խնդիրը լուծեցինք։ Երկրորդ տեղում մենք խնդիր ենք դրել թիմի ձևավորումը, նոր երրորդ տեղում ռեսուրսների։ Այսինքն ռեսուրսների առումով ես պետք է մի շատ པարզ բան ասեմ, մենք այդ քննարկումը անդադ ունեցել ենք։ Մեզ ինչի համար է պետք փող։ Մեզ փող է պետք, որպեսզի մեր խոսքը, մեր իդեաները, մեր գաղափարները հասնենք Հայաստան Հանրապետության քաղաքացիներին։ Այսօր
Փառք Աստծո, բազմաթիվ մեթոդներ կան մեր խոսքը տեղ հասցնելու, եւ մինչ օրս նախաձեռնությունը արդեն 4 ամիս է մոտարապես գործում է եւ գործում է անդամների անդամավճարների հաշվին։ Քանի որ կմեծանա նախաձեռնությունը եւ կդառնա կուսակցություն այն, որքան որ կմեծանա, այնքան մեր անդամների քանակը կմեծանա եւ նրանց ներդրումների միջոցներով մենք կարողանանք նոր մեթոդներով, նոր մեխանիզմներով մեր խոսքը հասնել տեղ։ Մեզ փող պետք չի մեծ գրասենյակներ վարձելու համար, մեզ փող պետք չի մեծ բաներներ վարձելու համար, մեզ փող պետք չի մարդկանց բաժանելու համար, անգամ մեր կամավորները, մեր մարդիկ կամավոր լինելու են մեր վստահված անձները եւ մեր շահերը ներկայացնողները։ Մենք որևէ մեկին փող չենք բաժանելու։ Մենք փողի կուսակցություն չենք լինելու։ Վանաձորում, ասեք, մի վերցրած քաղաքում դա հնարավոր էր, չէ՞։ Ձեր մոտիկները, ձեր մտերիմները, ձեր եղբայրները ձեր վրա աշխատում են։ Հայաստանի մասշտաբով դա։ Մենք ամեն քաղաքում կգտնենք մեր նման մարդկանց, ում մոտիկները, ում հարազատները, ում ընկերները պատրաստ կլինեն մեր գաղափարների, մեր քաղաքական ուժի համար պայքարել, եւ մյուս կողմից նաեւ արևմտյան մեթոդներ գոյություն են դրամահայթայթման, որոնք որ կիրառվել են Ուկրաինայում եւ fundraising։ Այո, նկատի չեմ ասում Ուկրաինայում, որովհետև SNG-ի երկրներում արդեն կիրառված է, եւ այդ մեթոդները գործում են։ Մենք նույնը այստեղ ենք կիրառելու եւ նաեւ այդ միջոցներով մենք գումարներ ենք հայթայթելու։ Ես կարծում եմ այն փաստարկը, որ անդադասում է, բայց ես փող որտեղից ուրեմն դուք այստեղ բան ինչ-որ բան, դա կեղծ փաստարկ է, որը ներդրված է իշխանության եւ գործող ընդդիմության կողմից, որ բոլորի մուտքը ետ պահեն քաղաքական դաշտ։ Դուք փող չունեք, դուք ոնց կարող եք գալ բան։ Թող մեկը ինձ պատասխան տա, թե որտեղից իրանց փողերը։ Այնպեսի տպավորություն կա, որ այն բոլոր եղած կուսակցությունների փողը լեգիտիմ փող է, բոլորը գիտեն որտեղից է, հիմա նոր մուտք գործողներին հարցնում են։ Հիմա ես հանգիստ ասելու եմ ու ներկայացնում եմ, թե որտեղից է գալիս մեր փողերը, եւ դա թափանցիկ կլինի մեր կայքում, մենք հաշվետվություն կներկայացնենք դրա մասին եւ նաեւ մեր գործունեությունից կերևա, որ մենք մեծ գումարներ չենք էլ ծախսում։ Դառնալով ուրեմն հասկանալով, որ այդ թեման շատ չեմ կարող զարգացնել, չնայած էլի կասեն պրոյեկտաբան դուք պատրաստ եք դրան, չէ՞։ Ես շատ հանգիստ եմ դրան։ Ես ինչ ընտրվել եմ, ասում եմ պրոյեկտ է, հիմա ես։ Դառնալով սահմանադրությանը, տեսեք, բոլորս, հա, լայվ ես իմ հարցերով հիմնականում կառավարման համակարգն եմ, բայց դա գլուխներից մեկն է։ Ոչ ոք չի խոսում օրինակ դատական համակարգի մասին, տեղական ինքնակառավարման, դա այդքան անկարևոր մասեր են, հա, այսպես ասած Գիտեք, ես խոսել եմ, ես ֆիքսվել եմ, տեսեք, մարդու իրավունքների գլխի վրա, կառավարման համակարգի վրա, թիմի եւ դատական համակարգի վրա։ Տեսեք ինչ խնդիր կա։ Դատական համակարգի գլուխը բավականին հաջող է ստացված, պետք է ասեմ։ Մի խնդիր եմ այնտեղ տեսնում, որը որ չգիտեմ, եթե կարողանան հանձնաժողովի անդամները փարատել քննարկումների արդյունքում կտեսնենք։ Ես չեմ հասկանում, թե ինչի Վճռաբեկ դատանի նախագահին պետք է ընտրի ազգային ժողովը։ Նրանք ասում են, որ խորհրդարանական կառավարման երկիր է, մենք մեծ լծակ ենք տալիս խորհրդարանին, քաղաքական մեծ լծակ, որ անկախ լինի այդ մարմնի ներկայացուցիչը, իրեն ազատ զգա եւ դատական իշխանություն ըստ էության դա կայանա, բայց ես գտնում եմ, որ նա միսիա չունի ըստ էության դատական համակարգում եւ պետք է թողնել, որ նա նույնպես ինքնակառավարվող մարմնի կողմից ընտրվի։ Բայց սա այնպեսի մի մեծ խնդիր չէ, որ հիմա սա վրա ֆիքսվենք ամբողջ դատական գլուխը քննադատության ենթարկենք։ Ես կարծում եմ, որ դատական գլուխը գործող այսօրվա եղած դատական գլխից ավելի լավն է։ Նաև մասնակցել եմ Վճռաբեկ դատանում կազմակերպվող նիստերին, փակ նիստեր գոյություն ունեին մասնագիտական, ազգային ժողովից ես էի մասնակցում, Վճռաբեկ դատայինի հրավերով եւ այնտեղ իմ մոտեցումները ներկայացրել եմ։ Դեռ այն ժամանակ գրում էին դատական գլուխը։ Մյուս գլուխների հետ կապված որևէ առնչություն չեմ ունեցել։ Մարդու իրավունքների գլխի հետ կապված ես մտահոգություն ունեմ, որ որոշ հոդվածներում մենք գործող սահմանադրական երաշխիքները ավելի բարձր են մեր ունեցած եւ մենք ետ ենք տանում դրանք ընդունելով եվրոպական մեխանիզմներ, օրինակ եվրոպական կոնվենցիայի մեխանիզմները, որոնք որ միջազգային փաստաթղթում համալրված մեխանիզմներ են եւ քանի որ բազմաթիվ երկրներ են համաձայնության գալիս դրա շուրջ, այնտեղ նվազագույն մարդու իրավունքների ու ազատություններն են ապահովված մեր ազգային սահմանադրության մեջ եւ ընդհանրապես աշխարհում այդպես են թումած, ավելի բարձր մակարդակ է միշտ սահմանազատում։ Այս առումով ես մտահոգություններ ունեմ, որոնք մանրամասն ներկայացրել եմ հանձնաժողովին եւ հիմա քննարկումների մեջ են եւ պետք է ասեն ընդունում են թե չեն ընդունում եւ թիմի հետ կապված իմ մյուս մտահոգությունը կապված է ընտրական ցիկլի երկարացմամբ, այսինքն տեսեք մենք 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով մենք 3 տարի ընտրությունը համայնքի ղեկավարի աղականու դարձրեցինք 4 տարի։ Հիմա առաջարկող տարբերակով առաջարկում ենք դարձնել 5 տարի։
Եվ ես գտնում եմ, որ ամեն տարի մենք յետ տանելով ընտրությունները, մենք ուղղակի զիջում ենք կատարում ժողովրդավարության տեսանկյունից դեպի յետընթաց, որ մարդկանց հնարավորությունը իրենց համայնքի ղեկավարին փոխելու, իրենց ավականու անդամին փոխելու ավելի է հետաձգվում տեղական մակարդակում։ Եվ տեղական մակարդակում ժողովրդավարության կայացումը շատ կարևոր է։ Այս առումով ես առաջարկում եմ ներկայացնել, որ յետ գնալ ընդհանրապես 3 տարին որդեգրել, բայց փաստարկը հետեւյալն է, ես խոսել եմ հանձնաժողովի հետ, ասվում է, որ դա արվում է, որպեսզի կուսակցական կյանքը զարգացվի համայնքներում։ Այսինքն ես հասկանում եմ, որ նրանք ապագայում ցանկանում են անգամ ուղղակի ընտրությունները փոխել եւ Երևան քաղաքի ընտրության նման դարձնել, կուսակցությունները ցուցակներով մասնակցեն համայնքի ընտրություններին, բարձ խոշոր համայնքների մասն է խոսքը, որտեղ խոշորացում է լինելու, եւ այնտեղ կուսակցությունը, որը ամենաշատ ձայնը կտանի, նրա առաջին համարը կդառնա այդ համայնքի ղեկավարը իր ավականու թիմի հետ միասին, այսինքն ինչպես որ հիմա Երևանում է։ Հիմա սա տեղական ինքնակառավարման մեծ ռեֆորմ է։ Սրա մասին շատ քիչ է խոսվում, բայց ես այդ հարցը բարձրացրել եմ, այսինքն ես հարցը բարձրացրել եմ ընդհանրապես ուղղակի ընտրության հետ կապված, որ ժողովրդավարության առումով ես կարծում եմ, որ պետք է ավելի քիչ ժամանակահատված սահմանել։ 3 տարին նորմալ էր։ Հիմա 4 տարի է լավ, միգուցե դա էլ է նորմալ, բայց 5 տարին արդեն շատ է յետանքնման։ Իսկ վերընտրվելու իրավունքը անսահմանափակ։ Վերընտրվելու իրավունքը տեսեք տեղական ինքնակառավարման մասին օրենքով է դա սահմանվում։ Ես ընտրվելու օրը, երբ որ եկել եմ խորհրդարան, առաջին իմ նախագիծը եղել է այդ նախագիծը, որ արգելքը վերականգնվի, որ վերացվել է 2006 թվականին, որ 2 անգամ անընդմեջ մարդ է, որ առաջադրվում է եւ ընտրվում է, դրանից հետո չկարողանա 3-րդ անգամ անընդմեջ առաջադրվել եւ ընտրվել։ Այդ արգելքը վերացվեց 2006 թվականին։ Ես նաեւ առաջարկել եմ այս արգելքը նույնպես վերանայել, ինչի պատասխանը հետեւյալն է եղել, որ դա օրենսդրի գործն է, այսինքն օրենքով կարող է ազգային ժողով անել, եթե դրա կարիքը գտնի, դա սահմանադրական մակարդակում չի ամրագրվի, նման փորձ նաեւ չկա էլ։ Բայց այն որ դա վերացվել է, մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ համայնքներ կան, որ 17 տարի, 15 տարի, 16 տարի նույն համայնքի ղեկավարն է գործում եւ այդտեղ նոր իդեա, նոր գաղափար, նոր մոտեցումներ, բան գոյություն չունի, այդ համայնքները ուղղակի ծայրահեղ ճահճացած վիճակում են այդ մարդկանց պատճառով։ Պետական կառավարումը մենք գնում ենք մարզպետարանների լուծարմանը այս սահմանությամբ, այդպես է, հա։ Ցավոք ես դա չեմ տեսնում, ես շատ կցանկանայի, որ այդ մասը նույնպես ռեֆորմի ենթարկվել, ես դա չեմ տեսնում հիմա, որքանով որ հասկանում եմ փորձ է արվում պահպանել մարզպետների ինստիտուտը, բայց ես կարծում եմ, եթե մենք գնալու ենք խոշորացման, մարզպետների ինստիտուտները դառնալու են անիմաստ, որտեղ պատկերացեք խոշորացված համայնքի ղեկավարը այլևս որևէ կերպ մարզպետին չի ենթարկվելու, ինչը այսօր էլ չպիտի ենթարկվի, բայց այսօր ենթարկվում է քաղաքական առումով, հա։ Եվ եթե մենք գնանք խոշորացման եւ դա տեղի ունենա, կայանա համայնքը իրավականով համայնքի ղեկավար եւ չընտրակի մարզպետին, մարզպետի իմաստը իշխանության արժեվ կորչելու է եւ այդ ինստիտուտը պետք է վերացվի։ Մարզպետարանների հայտ տարածքային կառավարման ինստիտուտը ըստ էության պետք է վերացվի։ Ես հասկանում եմ, որ խոշորացմանը դուք սկզբունքորեն կողմ եք։ Այո, ես կողմ եմ խոշորացմանը, որովհետեւ ես գտնում եմ, որ Հայաստանի նման փոքր երկրում 900-ից ավել համայնքներ ունենալ, 900-ից ավել ընտրություններ կազմակերպել, որտեղ որ շատ ազգունինա է ընտրվում, դա ժողովրդավարության մասին չի խոսում, ավելին ասեմ, այդ համայնքները իրենց հավաքագրած բյուջեով որևէ համայնքային տեղական ինքնակառավարման խնդիր չեն կարող լուծել։ Աշխատավարձ է տալիս ինքը իրեն, համայնքի ղեկավարը, իր տեղակալին, իր վարորդին, բենզին է լցնում իր մեքենան եւ գրասենյակի ծախսեր օգնում եւ վերջ։ Այդ որտեղ են ջրագից քաշել համայնքի բյուջեով, այդ փոքր համայնքները նկատի, հա։ 1 միլիոն, 2 միլիոն, 3 միլիոն դան հավաքում։ Եթե համայնքները խոշորանան, այդ համայնքի բյուջեն ավականու վերահսկողության արդյունքում կարող է ծախսվել ամեն անգամ մի համայնքի, մի բնակավայրի արդեն, որը որ նախկինում համայնք էր, խնդիրը լուծելու համար։ Եթե 50 տարի էլ անցնի, այս ձևով ինչ որ մենք այսօր ունենք, մենք համայնքներ ունենք, որ ինքը իր բյուջեով իր ջրագիծը չի քաշելու։ Իր աղբանության հարցը չի լուծելու։ Ուզում եմ 100 տարի անցնի այս մեխանիզմով։ Հետեւաբար խոշորացումը կարող է բերել դրա լուծմանը, սա միակ ճանապարհն է։ Գարնանը փորձնական այդպիսի հանրակրվե անցկացրեց եւ դա ցույց տվեց խնդիրները, օրինակ ձեր հարազատ մարդուն Լորվա մարզում։ Ասում են Թումանյան քաղաքը դառնում է կենտրոն։ Թումանյան քաղաքը կոմունիստների ժամանակ ինչ որ մի բան ներկայացնում էր, հիմա ոչ մի բան չի ներկայացնում։ Դսեղ գյուղը միշտ ներկայացրել է, այսօր էլ ներկայացնում։ Նրանք ասում են, չենք ուզում, որ Թումանյանին մենք ենթարկենք, մենք ուզում ենք մենք լինենք կենտրոնը։ Դա հասկանալի է, եթե մարդկանց նորմալ բացատրեն, որ ավականիների քվոտաներ կարող է լինել եւ ամեն ավականիների խումբը ընտրված տվյալ բնակավայրից կարող է ռեալ վերահսկողություն իրականացնել ցանկացած համայնքի ղեկավարի նկատմամբ, որը որտեղից էլ որ ընտրված լինի, այս պարագայում հնարավոր է որ եթե ընտրություններ լինի, դսերից ընտրվի համայնքի ղեկավարը, որտեղ այնտեղ ավելի շատ մարդ է ապրում ըստ էության։ Բայց մյուս կողմից նաեւ պետք է շեշտեմ, որ կողմ լինելով խոշորացման գաղափարին, դա չի նշանակում, որ այս կողմում այն ինչ որ հիմա արվում է, որովհետեւ այո, այսինքն մենք պետք է ճիշտ է խոշորացումը շատ կարևոր, շատ ճիշտ բան է, բայց պետք է դրա իրականացնողները ռեալ ռազմավարական մտածողություն տեր
մարդիկ լինեն, ունենան այդ տեսլականը, թե ինչ են ուզում տեսնել, ասենք 20 տարի հետո այդ համայնքներում, եւ այդ մարդիկ իրականացնեն այդ ռեֆորմ։ Այսօր ես նման մարդկանց չեմ տեսնում մեր կառավարությունը, որ այդ ռեֆորմը իրականացնեն։ Հետեւաբար նման խնդիրներ կարող են առաջանալ։ Օրինակ, այդ պլեյսբեյսիթի անցկացումը ուղղակի աբսուրդ է, որտեղ գյուղերում չեն հասկանում, որ այդ հանրակվեն պարտադիր նշանակություն չունի այն որոշման վրա, որը հա գնում են դեմ են քվեարկում, հետո ասում են տեսակ դեմ քվեարկեցինք մեզ էլի խոշորացնում են։ Էս էլ ձեր ընտրական ինստիտուտ է։ Այսինքն եւս մեկ անգամ ընտրական ինստիտուտի նկատմամբ նոր նիհիլիզմ են սերմանում, ինչը շատ սխալ է, կամ արեք պարտադիր հանրակվե, որը որ կարգելի համայնքների խոշորացումը, կամ այդ ձևի հանրակվե մեկանի, որը որ վաղը մյուս օրը ձեր համար որևէ նշանակություն չի ունենալու այդ որոշումը կայացնելուց։ Եվ այդ հանրակվեները ըստ էության պարտադիրություն չունեցող հանրակվեներ էին, բայց գյուղերում դա չէին հասկացել մարդիկ։ Գնացել դեմ էին քվեարկել, մտածելով որ իրենք դրանով կփակեն այդ ռեֆորմի դեմը։ Վերջին հարցը, պարոն Մարուկյան, ըստ ձեզ քանի հոգի է կարդացել կամ կարդալու սահմանադրության նախագիծը։ Ես կարծում եմ, որ շատ քիչ մարդիկ են կարդացել եւ պետք է ցավով նշեմ, որ շատ քիչ քաղաքական գործիչներ կան, որ կարդացել են, ինչը որ շատ կարեւոր է։ Նաեւ ես կարծում եմ, որ շատ կարեւոր է, որ լրագրողներն էլ կարդան, որովհետեւ հարցեր տալուց ես զգում եմ, որ երբ որ ինձ հարցեր են տալիս խորհրդարանում դրա հետ կապված, ես զգում եմ, որ նրանք ըստ էության ռոպագանդայի տակ են, կամ իշխանական կամ ընդդիմադիր, այսինքն նրանք իրենք չեն ծանոթացել տեքստին, ինչ որ ինտերվյու են կարդացել դրա մասին ու դրա վրա հիմնված հարց են տալիս մյուսին, այսինքն բայց այդ ինտերվյուի մեկնաբանողը կամ էլի չի կարդացել, կամ կարդացել է սխալ մեկնաբանում տվյալ դրույթը, ես կարծում եմ, որ պետք է բոլորս ծանոթանանք, ինքը բարդ տեքստ է, նաև պետք է պահանջենք, որ այն ունենա իր մեկնաբանությունները, հստակ մեկնաբանություններին են պաշտպանական։ Այո, հրապարակվի մեկնաբանություններ, որ մարդիկ հասկանան, ինչին են կողմ լինելու, ինչին են դեմ լինելու, որովհետև օրինակ անգամ այսօրվա իմ զարմանքն ինչն է, որ ես էլ արևմտյան մոդելի պետության ջատագով եմ, խորհրդարանական կառավարումը մեծ հաշվով արևմտյան մոդելի պետական կառավարման տանող մոդել է, հա, բայց ես պետայրական հանձնաժողովում դեմ եմ քվեարկել նախագծին։ Ինչու, որովհետև դեռ բազմաթիվ հարցեր կան անհասկանալի եւ հասկանում եմ, որ այն մարդիկ, որ էլի այդ նույն մոդելի ջատագովներ են, նրանք էլ ինչ-որ տես բաների մեջ դեմ են, բայց պետք է լիներ ընդհակառակ։ Պետք է լիներ ընդհակառակ, այսինքն այն մարդիկ, ովքեր որ լոբինգ էին անում Հայաստանի եվրոպական ինտեգրացիան, արևմտյան մոդելի պետություն դառնալը, նրանք գոնե պետք է կողմ լինեին։ Հիմա անհասկանալի վիճակ է, որովհետև պարզի թե ինչ է արվում, ինչի համար, ովքեր են անում, մյուսների քննադատությունը ինչին է ուղղված, կոնկրետ անձին է թե ինստիտուտներին է, այսինքն ով ինչ օրակարգ ունի, ամեն ինչ խառնված է եւ նման իրավիճակում նման ռեֆորմ անելը շատ բարդ է լինելու։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցներ ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուկյանը։ Մենք կհանդիպենք վաղը, ստեսություն։